Դե ինչ շարունակվում է Առավոտ լուսով Weekend-ը սիրելի հեռուստադիտողներ եւ ժամանակն է, որ հիմա խոսենք մի շատ հետաքրքիր ու նոր նախագծի մասին, որը կոչվում է Փորձերոն։ Մեր տաղավարում հյուրընկալել ենք ինչպես նոր նախագծի, այնպես էլ արկածների հետքերով եւ ծնողական ժողով հաղորդումների պրոդյուսեր Մարիաննա Մանուչարյանին, բարի լույս։ Բարի լույս։ Եվ Փորձերոն նախագծի հաղորդավար Միշա Հակոբյանին, բարի լույս։ Շնորհակալ ենք այս Weekend-յան առավոտը մեզ հետ սկսելու համար ու թերևս սկսենք խոսելով նոր նախագծի մասին։ Ինչպես առաջացավ գաղափարը անելու Փորձերոն նախագիծը։ Գաղափարը իրականում առաջանալու գործընթացը շատ հետաքրքիր պատմություն ունի, որովհետև երբ ես մտածում էի մանկական, այսպես գիտական որևէ հաղորդում ներկայացնել հանրային հեռուստաընկերությանը, այդ շրջանում այնպես ստացվեց, որ սկսեցինք համագործակցել նաև արկածների հետքերով հաղորդաշրջանակներում Լևոնի հետ Հախվերդյան որպես սցենարի հեղինակ, ու երբ որ ես այդ հաղորդումը գրում էի, ընթացքում հասկանում էի, որ ամեն դեպքում ինչ որ բաներ այս հաղորդման մեջ պակաս է եւ լրացնելու կարիք ունենք, ու երբ որ խոսում էինք մեր աշխատանքային process-ից, ստացվեց այնպես, որ Լևոնն էլ ուներ մեկ էլի մանկական նախագիծ, որը ինքը մտածել էր, եւ այնքան համահունչ էր այդ ամեն ինչը միասին, որ ինքը դարձավ պարզապես մեկ ամբողջական նախագիծ, որը գիտական, մանկական, հետաքրքիր, մանկապատանեկան, այսպես նախագիծ է։ Հիանալի։ Միշա, ինչպես ստացաք առաջարկը միանալու այս թիմին եւ Փորձերոնի հաղորդավարը դառնալու։ Շատ արագ եւ շատ անսպասելի տեսա նամակ էր գրել Մարիաննան, արդեն երկու օր ուշացումով եմ պատասխանել, Մարիաննա ջան կներեք։ Նոր եմ տեսնում։ Հա, նոր եմ տեսնում, հետո եկա Օսկարներն էլ են այդպես իմաստանում, Բաչեի փորձը ցույց է տալիս։ Հուսանք հաջողություն, այդպիսի հաջողություն կունենա հաղորդումը։ Շատ պատասխանատու գործ է, շատ հատկապես երբ մանկական բաժնի մասին է խոսքը, որովհետև երեխաներին համոզելը, հավատացնելը, հետաքրքրելը շատ ավելի բարդ է, քան ավելի մեծահասակ մարդկանց, ու շատ երջանիկ եմ ու շատ գոհուր, շնորհակալ։ Իլրացում Միշայի խոսքի ես կարող եմ ավելացնել, որ եթե մենք այսպես երկար փնտրտուքի մեջ էինք, թե ով լինի հիմա մեր հաղորդավարը, եթե իր համար այսպես բավական այդ process-ը երկարատևել եւ բան, մեզ համար շատ հեշտ էր Միշային այսպես միանգամից մեր թիմ ներգրավելը, որովհետեւ հենց սկզբից շատ իդեալական, շատ ամեն ինչ ճիշտ գնաց առաջ։ Խոսենք առհասարակ նախագծի կառուցվածքի մասին, ինչպես են հեռուստադիտողները կարողանում դառնալ նախագծի մի մաս, մասնավորապես մեր փոքրիկ հեռուստադիտողները։ Այո, մեր հյուրերը հենց երեխաներն են, ովքեր հնարավորություն են ունենալու էլեկտրոնային հասցեի միջոցով ուղարկել իրենց եւ հարցերը գրավոր եւ ինչպես նաեւ տեսահարցերը։ Իհարկե նաեւ մենք ունենալու ենք արդեն մեր սոցհարթակների միջոցով հարցումներ, որը վերաբերելու է տարբեր հոգեբանական իրավիճակների եւ իրենք ընտրելու են, թե կոնկրետ որ իրավիճակում ինչպիսի լուծում են իրենք պատկերացնում եւ մենք հենց եթերում միանգամից այսպես տեսական բոլոր հարցերի պատասխանները կտանք մեր երեխաներին։ Հիանալի հնարավորություն է, որ երեխաները, պատանիները կարողանան իրենց մասնակցությունն ունենալ, թե ինչպես են ստեղծվում նախագծերը եւ իրենց տարբերակը նաեւ առաջարկել։ Միշա, գիտենք, որ դու թատրոնում բազմաթիվ կերպարներ ես ստեղծել հենց երեխաների համար մանկական ներկայացումների ընթացքում, բայց ինչպես է տարբերվում այս աշխատանքը, երբ որպես հաղորդավար ես ներկայանում եւ ինչ փորձառություն է սա քեզ համար։ Իհարկե շատ է տարբերվում, թատրոնի պարագայում էներգիան ավելի հեշտ է հասնում երեխաներին ու ավելի շփումը ավելի անմիջական, ավելի, այսպես ասած, հենց հպման նման է լինում, իսկ այս պարագայում գործը երկու անգամ բարդանում է, որովհետև էկրանից այն կողմ ինչ որ ձև ուղարկել այդ էներգիան երեխեքին գրավել, համոզել, որ արի ինձ հարց ուղարկի, վերջո դա էլ բարդ բան է, որ երեխան նստի մտածի ինչ հարց ուղարկի, այնքան իրեն հետաքրքրի հաղորդումը, որ ինքը հարց ուղարկի Փորձերոնին ու սպասի այդ պատասխանին, շատ բարդ, բայց շատ հետաքրքիր փորձառություն է, կարծում եմ իմ կարիերայում էլ այսպես ասած, ինքը նոր աստիճան է ինձ համար ու շատ հետաքրքիր ու բարդ փորձություն է սպասվում, բայց կարծում եմ Փորձերոնը եւ իր թիմը կկարողանան դա անել ու հաղթահարել։ Այո։
Իրականում նաև ուզում եմ ավելացնել, որ այսպես փորձնական, անգամ իմ Facebook-յան առանձին անձնական էջով փորձեցի հասկանալ երեխաների ներգրավվածությունը, ծնողներին ինչքան է հետաքրքրում եւ կարելի ասել մեկ ամբողջ եթերաշրջանի երեխաներ արդեն կան, ովքեր պատրաստ են նկարահանվել թե իրավիճակներում, թե ուղարկել իրենց հարցերը, թե գրավոր, թե տեսահարցերը, ու նաև շատ ուզում եմ առանձնացնել մեր խորագրերից վերջինը, որը հենց գիտափորձեր է։ Մենք բացահայտել ենք մեզ համար հրաշալի մեր գործընկերոջը, ֆիզիկոս մեր Սուսաննային, որ անում է տնային պայմաններում բավականին հեշտ, բավականին երեխաներին հետաքրքիր փորձեր, եւ մենք պատրաստ ենք, նաև այս բարակայում համագործակցել մեր փոքրիկների հետ, այցելել իրենց տներ, իրենց մայրիկներին ուղղորդել, թե ինչ գիտափորձեր կարող են անել, որ երեխաներին կարողանան նաև այդ տեսքով գրավել դեպի գիտությունը։ Այս ընթացքում նկարահանումներն արդեն սկսվել են եւ հետաքրքիր է իմանալ, թե առհասարակ արդյոք բարդ են անցել նկարահանումները կամ գուցե եղել են որևէ զավեշտալի դեպքեր, որոնք կառանձնացնեք հիմա։ Շատ լավ է, որ այդ երեխաները նաև իրենց ներգրավվածությամբ եւ իրենց անգամ հարցադրումներով, մեզ գրավում են իրենց կողմը ու ավելի հետաքրքրացնում են մեր հաղորդումը, չգիտեմ, այս բարակայում դեռ ոչ մի բարդություն չունենք, հուսամ այսպես կշարունակվի։ Յուրաքանչյուր պրոդյուսերի երազանքն է, չէ՞, որ որևէ բարդություն չկա, ամեն ինչ շատ հեշտ է եւ հարթ ընթանում է։ Այո, բայց իրականում երբ խոսեցինք երեխաների հետ աշխատանքի մասին, արկածների հետքերով երևի ամենաբարդ թե նկարահանման առումով, որովհետեւ Հայաստանի ողջ տարածքն է նկարահանման հրապարակ ձեզ համար եւ իհարկե երեխաների հետ հաշվի առնելով, որ ամեն դեպքում նրանք երեխաներ են, աշխատանքային ժամերը նրանց համար շատ են, հոգնում են, ինչպես է կարողանում լեզու գտնել։ Ամեն եթերաշրջան մենք այս խոսակցությունը ունենք, թե ինչքան բարդ է այդ գործընթացը կազմակերպվում, թե ինչքան առհասարակ այդ նկարահանումների արկածները սովորաբար մնում են նաև հենց աշխատակիցների պարագայում, կադրից դուրս, բայց ուզում եմ նշել, որ այս եթերաշրջանում մենք ունենք որոշակի փոփոխություն եւ մեզ միացել են թիմի անդամներ, ովքեր որ նկարել են հենց 4 երազանք հեռուստանովելը։ Մեզ հետ այս եթերաշրջանում աշխատում է ռեժիսոր Արտուր Սարիբեկյան, օպերատոր Հակոբ Հարությունյան եւ այսպես մի փոքր թիմային փոփոխություն է մեզ մոտ եղել ու իրականում երեխաները սովոր են նաեւ իրենց հետ աշխատանքին։ Հիմա այսպես շատ առանց բան խնդիրների է ամեն ինչ ստացվում, բայց իսկապես ամեն ինչ այս առումով սահուն է։ Մենք այս եթերաշրջանում երևանյան նկարահանումներ ենք անում, քանի որ շատ ենք գնացել Հայաստանի տարածքով տարբեր մարզեր եւ ուսումնասիրել են երեխաները իրենց հետաքրքրող բոլոր կառույցներն ու պատմությունները։ Հիմա որոշել ենք անել այս եթերաշրջանը երևանյան եւ արդեն շուտով կլինենք եթերում ու ինձ թվում է հետաքրքիր է ստացվելու։ Վստահ եմ, որ հետաքրքիր է ստացվելու, բայց իհարկե առիթից օգտվելով նաեւ պիտի խոսենք ծնողական ժողով նախագծի մասին, որի արդեն 3-րդ եթերաշրջանն է այս տարի լինելու։ Իհարկե նախորդ 2 եթերաշրջանները, որոնք UNICEF-ի հետ համատեղ են կազմակերպվում եւ իրականացվում, վստահ եմ, որ մեր հեռուստադիտողները հնարավորություն ունեցել են տեսնել, թե ինչ մեծամասշտաբ նախագիծ է սա եւ ինչ կարևոր հարցերի է անդրադառնում, բայց ինչ է սպասվում բոլոր հեռուստադիտողներին արդեն այս 3-րդ եթերաշրջանում։ 3-րդ եթերաշրջանում եւս Հանրային հեռուստաընկերությունը համագործակցում է UNICEF-ի հետ։ Մենք պահպանել ենք մեր ֆորմատը։ Մենք հյուրընկալում ենք նորից ծնողների եւ իրականում այս մասով արդեն նկարահանումները ավարտել ենք։ Մենք հրավիրել ենք ծնողների, ովքեր արդեն քանի որ հաղորդումն էլ բավական վստահություն էր, մարդկանց ներշնչել, ծնողները իրենք արդեն մեզ գտնում էին, գրում էին, ցանկություն էին ունենում մասնակցելու եւ այս առումով էլ էլի շատ հետաքրքիր ստացվեց, որտեղ գալիս էին մարդիկ, ում որ կոնկրետ այդ թեման հետաքրքիր է կամ իրենք առնչվել են այդ թեմայի հետ, եւ ծնողական ժողովում այսպես ֆորմատային փոփոխություն չունենք, ունենք մի փոքր վիզուալ փոփոխություն, որը էլ ավելի բարելավել է հաղորդման որակը կարծում եմ։ Ու նաեւ լինելու են մասնագետներ, չէ՞, մասնագետների հետ զրույցները։ Յուրաքանչյուր թողարկման մեջ ունենում ենք նաեւ մասնագետների ներգրավվածություն։ Դե ինչ մեզ մնում է հաջողություն մաղթել բոլոր այն նախագծերին, որի պրոդյուսերն ես դու, Մարիաննա, եւ իհարկե մեր նոր շատ հետաքրքիր մանկապատանեկան նախագծին Միշա բարի գալուստ առաջինի մեծ թիմ որպես հաղորդավար, որովհետեւ Միշայի ձայնը շատ հաճախ դուք լսել եք նաեւ կրկնօրինակման տեսքով մուլտերի, ֆիլմերի ընթացքում, որոնք եւս լինելու են առաջին ալիքի եթերում։ Շնորհակալ ենք անչափ առավոտը մեզ հետ սկսելու համար։ Շնորհակալություն ձեզ մեր առավոտը գեղեցկացնելու համար։ Սիրով մաղթում ենք ձեզ բարի եթեր, բարի
ընթացք բոլոր նախագծերին, իսկ մենք շարժվում ենք առաջ սիրելի հեռուստադիտողներ։